Այդ ոնց եղավ, որ падգամավորները տաքուկ բազկաթոռների վրա նստած 3 միլիոն դրամի են արժանի, այդ մենք որ պոստ ենք պահում, օր ու գիշեր սահմանները պահում ենք, կամ 100,000 դրամի էինք արժանի, կամ առհասարակ արժանի չէինք։ Սա շատ լեգիտիմ եւ արդար հարցադրում է։ Եվ առհասարակ, երբ իրենք ասում են, որ մենք պետք է ստանանք բարձր պարգևավճար, որպեսզի պաշտոնյան կամ պետական աշխատողը աչքը չնայի կոռուպցիայի ուղղությամբ եւ այլն եւ այլն։ Այսինքն ես գիտեի ճիշտ ասած, մինչեւ այսօր 34 տարեկան եմ, մինչեւ տարիքը գիտեի, որ պարգևավճար ստանում են լավ արդյունավետ աշխատանքի դիմաց։ Այսինքն դու արել ես ինչ-որ լուրջ աշխատանք եւ դրա դիմաց ստացել ես լավ արդյունք, որը բնականաբար պետական մակարդակով միմիայն պետք է այդ արդյունքը ծառայի պետության շահին եւ հանրային շահին եւ արդյունքում դու ստանում ես եւ որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, ինչու ես ստանում պարգևավճար, որովհետեւ դու վաստակել ես դա։ Բայց ես չգիտեի, որ պարգևավճար ստանում են, որպեսզի կոռուպցիայով չզբաղվեն։ Սա իմ համար անկեղծ ասած անակնկալ էր։ Այսինքն սա ինչ որ վերաիմաստավորելու խնդիր ունեմ ես առհասարակ, որոշ հարցեր, պարգևավճարի հետ կապված եւ այլն եւ այլն։ Առհասարակ այս իշխանությունները, այս կառավարությունը ամեն ինչի պատասխան ունեն։ Ուղղակի գիտեք, եթե մի քիչ խորանալու ես, այդ պատասխանները շատ անգամ ուղղակի արդարանալու ձև են, որովհետեւ ինչ արդյունքի է կառավարությունը, ասեմ, ես պետք է այդ արդյունքի մասին ասեմ, 25 թվականի ուրեմն աշխատանքի իրենց աշխատանքի արդյունքում ինչ ունեն ինչ աշխատանքի արդյունք ունեն ինչի են հասել, հա, իրենց աշխատանքի արդյունքում։ Տեսեք, 25 թվականին եւս արտաքին պարկը մոտ 1 միլիարդ դոլարով աճեց, հա, եւ սա հիմա կարելի է համարել այնպիսի մի արդյունք, որի դիմաց պետք է կառավարությունը եւ պաշտոնյաները ստանան պարգևավճար։ Չգիտեմ, թող հանրությունը որոշի։ Եթե մեր արտաքին պարկը անընդհատ աճում է, իսկ ինքը իրենով արտաքին պարկի աճը ինքը այդքան էլ բացասական երևույթ չէ, որովհետեւ մենք գիտենք, որ շատ երկրներ կան, որ շատ բարձր արտաքին պարկ ունեն, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի շատ ահռելի տրիլիոնների արտաքին պարկ, բայց երբ որ այդ արտաքին պարկը դու անընդհատ ավելացնում ես եւ շատ մեծ քայլերով, հա, որ օրինակ այս կառավարության օրոք 8 միլիարդ դոլարի արտաքին պարկը աճել է, 8 միլիարդով արդեն հասել է 10։ ՀՆԱ-ի հետ հարաբերությունը ԱՄՆ-ն արտաքին պարկը բարձր է, բայց այնտեղ ՀՆԱ-ն չէ, բայց տեսեք, մարդկանց կյանքի որակը, ես այսա եմ ուզում ասել, երբ որ մարդկանց կյանքի որակը դու զուգահեռ բարձրացնում ես, օրինակ լինում է գնաճ, դու ինդեքսավորում ես աշխատավարձները եւ թոշակները, այսինքն բալանսավորում ես այդ գնաճի հետ։ Բայց եթե դու անընդհատ վերցնում ես արտաքին պարտք, թափանցիկ ուղղությունները չես ներկայացնում, ինչի վրա ես ծախսում այդ արտաքին պարտքը։ Ասում ես, որ կառուցել եմ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, բայց հանրային վերահսկողությունը ո՞նց պետք է տեղի ունենա, որ մենք հասկանանք, օրինակ 1 միլիարդ դոլարի դու ինչ ես արել, հա։ Ես մենակ կարող եմ մի բան ասել, որ Հայաստանում վերջի տարիներին անընդհատ տեղի ունենում գնաճ, մարդիկ այդ գնաճը անընդհատ իրենց վրա զգում են, եկամուտները մարդկանց մոտ չի աճում, թոշակառուները անընդհատ ինչու են բողոքում, որովհետև տարի ավելի դժվար է ամեն տարի ապրել, որովհետև չի բարձրանում թոշակը։ Հիմա իրենք ասում են, որ թոշակառուների թոշակը մենք բարձրացրել ենք, սարքել ենք նվազագույնը 36,000 դրամ, բայց չէ որ առաջ 16,000 դրամ էր, բայց ոչ ոք պաշտոնյաներից չի ասում, բայց գնաճը այս տարիների ընթացքում որքան է բարձրացել, ինչու դուք չեք ինդեքսավորում այդ դեպքում թոշակը, ինչու չեք համապատասխանեցնում այդ գնաճին, այսինքն սա տնտեսական աճ պարարություն է կոչվում, հա։